Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի մասին է, հարևանների հետ կոնֆլիկտի մասին, այսօր ազգային ժողովում ասել է Փաշինյանը, հերթական անգամ իրողությունները խեղաթյուրելով, մանիպուլացնելով և հավելել է, որ ընտրությունները 26 թվականի հունիսի նրա մասին են, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե ոչ։ Քանի որ նախորդիվ այս տերմինների Ղարաբաղցիներ, Ղարաբաղյան շարժում և այլն, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից, ով ասում էր Ղարաբաղյան կլան և այլն, այդ վատ նարատիվները մարդկանց գլխում բացասական էմոցիաներով են նստած։ Նա օգտագործում է այդ ամեն ինչը մեր պայքարը, հայ ժողովրդի ազատագրական պետականաստեղծ պայքարը արատավորելու համար, մանիպուլացնելու համար, իր իշխանությունը հարատև դարձնելու համար։ Մի քիչ մանրամասնեմ և բացատրեմ հայեր ջան, թե ինչ է կատարվում։ Նախ անկախության հռչակագրի մասին, դրա կոնֆլիկտային լինել կամ չլինելու մասին։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից հետո ստեղծվել է նախկինում մեր պատմական տարածքներից մի կտորի վրա, որը դարեր շարունակ եղել է տարբեր կայսրությունների տիրապետության ներքո, մեկ օսմանյան կայսրություն, մեկ պարսկական կայսրությունը, կարելի է այդպես ասել, ռուսական կայսրություն, այսինքն այս երեք կայսրությունների տիրապետության տակ է եղել մեր ներկայ տարածքը ժամանակի ընթացքում, հազարավոր տարիների ընթացքում ինչ-որ հարյուրամյակներ։ Այդ նշանակում է, որ այդ որևէ տարածքի վրա ցանկացած տեղ որևէ նշում էլ չանեինք հռչակագրի մեջ Արցախի հետ միանալ կամ չմիանալու, Արցախի թեման ընդհանրապես չլիներ էլ, եթե մենք հայտարարում ենք, որ ուզում ենք անկախանալ այդ տարածքի վրա, որը մեր պատմական տարածքներն են, դա արդեն կոնֆլիկտ է առաջացնում այդ երեք պետություններից մեկի հետ։ Զուգահեռ վերցրեք քրդերին նայեք, քրդերի օրինակը վառ օրինակ է, քրդերը մինչև հիմա չեն կարողանում պետություն սարքել, երբ իրենք, կարելի է ասել, ճիշտ է, մեզնից ավելի ուշ, բայց այս տարածքներում բնակվել են շարունակաբար, նաև հայկական լեռնաշխարհում մինչև հիմա իրանք մեծ ներգրավվածություն ունեն, կան իրենք։ Բայց այդ ոչ մի պետություն չի ուզում այդ նշածս պետությունից, որ այդ տարածքում քրդերը պետություն ունենան, առանձին անկախ պետություն։ Եվ հետևաբար, սա ինչ է ասում, մեզ այս հուշում է, որ անկախ նրանից մենք անկախության հռչակագիրը ինչ ձև կձևակերպեինք, մեր կողմից, հայերի կողմից այս տարածաշրջանում պետության ստեղծումը արդեն կոնֆլիկտ է ենթադրում եւ հետևաբար ցանկացած նաև աշխարհի պատմությունը երբ ուսումնասիրեք կտեսնեք ցանկացած պետության ստեղծում եւ գոյություն ինքը կոնֆլիկտի մասին է հարևան պետությունների հետ, որովհետեւ շահերի բախումներ կան միշտ։ Վերցրեք Իրանը, ԱՄՆ-ը, աշխարհի այն մյուս ծայրում Իրանը ստեղ, թվում է թե կիսելու բան չունեն, նույնը Իսրայելը, ոչ էլ հարևան են իրար, բա ինչի են կոնֆլիկտի մեջ։ Ես հիմա չգնամ մանրամասներ պատմեմ, թե ինչի են կոնֆլիկտի մեջ։ Դրա մասին առանձին զրույցներ ունեմ, ելի զրույցներ անելու եմ դրա մասին շարունակաբար, որովհետև այդտեղ մենք լիքը դասեր ունենք առնելու, թե ինչպես ենք պաշտպանում մեր անվտանգությունը, թե ինչպես ենք ուժեղանում։ Այդ առումով շատ լավ դասեր կան հիմա ընթացող, որ մենք պարտավոր ենք սովորել։ Հետևաբար, մենք հասկանում ենք, չէ, որ մեր պետության գոյությունը ինքնին այս տարածաշրջանում կոնֆլիկտի մասին է։ Դա կարծում եմ շատ պարզ է, օրինակները բավական բերեցի։ Հիմա ճանապարհը, որը առաջարկում է Փաշինյանը, այն ճանապարհը, որն առաջարկում է, նա ինչ է ասում։ Ասում է սահմանադրությունը փոխում ենք, այդ հղումները հանում ենք։ Ասում է, որ միջանցք ենք տալիս Ադրբեջանին, հա, ասում է, որ զիջում ենք էլի Ադրբեջանը, որ տարածքը կասի, որ իրենցն է, թեկուզ 100 ադրբեջանցի այդտեղ ապրել են, անկլավ բան կոչվածները, այդ էլ ենք տալիս։ Դա ժամանակի ընթացքում հանգեցնելու է նրան, որ այդ տարածքներում իրենք ներկայացվածությամբ ավելի ուժեղանալու են ադրբեջանցիները, թուրքերը, նույն այդ միջանցքում իրենք ենթակառուցվածքներ են կառուցելու, որոնց պաշտպանության համար հաջորդիվ իրենց զորքն են մտցնելու, անկախ նրանից այդտեղ ԱՄՆ կա այդ բաժնետիրական ընկերությունը, որը կստեղծվի դրա մեջ, թե ոչ։ Ինչու է դա տեղի ունենալու։ Ինչպես արդեն ասացի, մեր պետության այստեղ գոյությունը այդ կայսրությունների համար եւ թուրքական, հատկապես թուրքականը, ինչու, որովհետեւ իրենք ցեղասպանել են մեզ, վերացրել են այս տարածքից հենց այն պատճառով, որ մենք պետություն չունենանք այստեղ։ Դա իհարկե իրենց չի հաջողվել, որովհետեւ 100 տարի հետո ցեղասպանվելուց, 100-ից էլ քիչ 80-90 տարի հետո մենք այս տարածքում պետություն է մեզ հաջողվել բաժին ընկել։ Ճիշտ է, դրա համար պայքար եղել է, բայց այդ պայքարը չի եղել այն ձևով, ինչպես օրինակ հрьяաներինն է ու մինչև հիմա շարունակվում։
Հիմա ասելիքս նա է, որ այս տարածաշրջանում պետություն ունենալը դու ինչ ուզում ես զիջի, թուրքական աշխարհը չի հանգստանալու մինչև քեզ մինչև վերջ չվերացնի, որովհետև կա մի տարածք, որտեղ նրանք հայտարարում են իրենցն է, դու հայտարարում ես քոնը, անկախ նրանից ինչքան ուզում ես զիջի, այն մնացածն են իրենք ասելու մերն է։ Եվ հետևաբար ես վստահ ձեզ ասում եմ, որ զիջումները ճանապարհը չեն, հայր ջան։ Զիջումներով մենք պետությունից հրաժարվելու ենք շարունակաբար, բոլորս ամեն մեկս միտեղ փախնելու ենք, ով որտեղ կարողանալու է, ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, պետությունը վերջանա գնա։ Սա մեր ազգային խայտառակությունը եւ ամոթը կլինի։ Տեղից էլ խայտառակ դրվագներ շատ ենք ապրել, հիմա էլ մեծ ամոթի շրջանում ենք ապրում։ Հետևաբար ճանապարհը ո՞րն է, եթե մերժում ենք միջանցքը, որտեղ ԱՄՆ-ն է ներգրաված։ Մերժում ենք Ադրբեջանի պահանջների կատարումը, կնշանակի հաջորդ ճանապարհը ուժեղանալն է եւ հովանավոր ունենալ, մեծ հովանավոր, որը ինչ որ հատվածում մեր անվտանգության երաշխիք կդառնա, որ Ադրբեջանը չհարձակվի մինչեւ 3-4, մինչև 5 տարվա մեջ լրիվ իրատեսական է, որ մենք գալիս ենք մի վիճակի, որ ոչ միայն Ադրբեջանը ռիսկ չի անում մեզ վրա հարձակվել, այլ մենք ենք կարողանում Ադրբեջանին պահանջներ թելադրել, մասնավորապես արցախցիների վերաբնակեցումը եւ վերադարձը Արցախ։ Սա լրիվ իրատեսական է։ Ես հիմա էլի չգնամ մանրամասները տեղ պատմելու, բայց ներկայիս գիտության տեխնոլոգիաները եւ գիտության կառուցվածքը անվտանգային համակարգի էությունը, եթե մենք սովորել գիտենք, իսկ մեզանից մարդիկ կան գիտենք, քչերս, բայց գիտենք, կարող ենք դա անել։ Իրանը վառ օրինակն է հիմա, թե այդ գիտելիքը, գիտությունը ինչպես կարելի է օգտագործել անվտանգությունը ապահովելու համար։ Հետևաբար մեր ճանապարհը այն է, ինչը որ ես շարունակաբար ասում եմ, գործակցություն, ինչպես է Իսրայելը ԱՄՆ-ի հետ գործակցում, Ռուսաստանի Իրանի հետ նույն տրամաբանությամբ, այսինքն մենք իրենց շահերը այս տարածաշրջանում չենք նմասում, իրենց շահերի դեմ չենք գործում, իրենք էլ մեզ օգնում են ուժեղանալու։ Մինչև հիմա դա չի աշխատել, որովհետև սխալ քաղաքականություն է գնացել, որովհետև ազգային շահերը զիջվել են նեղ խմբային շահերի, պետք չի մեկը մյուսի հետ խառնել, սա պարզ է։ Այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունը անվտանգային առումով ոչ թե որ հայերից սիրում են, ձեռնտու է Իրանին եւ Ռուսաստանին, ոչ մի այլ պետության։ Եթե մենք ընտրեցինք ԱՄՆ-ի հետ գործակցության ճանապարհը, ապա միանշանակ այդ երկուսը մեզ դեմ են գործելու եւ ավելի են արագացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մեզ կլանում, իսկ քանի որ տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր գործընկերն էլ ԱՄՆ-ն է, մենք ոչ մի ձև չենք կարողանալու դրա դեմն առնել։ Միանշանակ մենք գնալու ենք կործանման։ Եվ հետևաբար ես նա ասում եմ, ես վերլուծությունը անում եմ ձեզ համար, լինելով ամերիկյան համալսարաններում կրթություններ ստացած, իմ կուրսեցիներից եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք ԱՄՆ զինված ուժերի, հատուկ ծառայությունների վերլուծաբաններ են, ստրատեգներ են։ Ես ձեզ վստահ ասում եմ, իրենք այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունը իրենց համար եղած չեղած մի հաշիվ է։ Մենք կկարողանանք ԱՄՆ-ի հետ դառնալ գործընկեր, երբ որ օրինակ Իսրայելի պես ուժեղ ենք, որտեղ ինքը տեսակով հզորների հետ է գործընկերություն անում, որոնցից կարող է շահ ունենալ։ Մենք այդպեսին չենք։ Ռուսաստանի եւ Իրանի հետ գործընկերություն ես կրկնեմ, ոչ թե որ մենք սիրում են եւ բանն մեր հանդեպ դրական են տրամադրված, այլ որ այս տարածաշրջանում երբ մենք վերանանք եւ թուրքական մեծ աշխարհները կպնեն իրար, դրանք այդ երկուսի դեմ են սկսելու աշխատել, իրենց շահը դա է։ Եթե մենք Փաշինյանի ասած ճանապարհով գնացինք զիջողականության, 10 տարի կլինի, 20, 30, թե 40, մենք Հայաստանը կորցնելու ենք։ Եթե վախեցանք կոնֆլիկտից, էլի կրկնեմ, այն նախորդիվ ասածը չասեմ, ինչ պատճառով, որովհետև այս տարածքը կան ազգեր, որ համարում են իրենց այս տարածքները ամբողջովին, ոչ միայն Արցախը, Սյունիքը, մյուսները, որը նաև Զանգեզուր են ասում իրենք։ Սա մի թեմա է, որ սրա մասին կարելի է շատ երկար խոսել, բայց ամփոփեմ, հետո էլի այլ առիթով կզրուցեմ սրա մասին։ Մենք մեր ազգային ազատագրական պայքարի այս տարածաշրջանում պետություն ունենալու մեր իրավունքներից չպետք է հրաժարվենք, եթե ընտրեցինք Փաշինյանի ճանապարհը, դա միանշանակ կործանումն է։ Այդ մանիպուլյացիաներին եթե տրվեցինք կարճ դատողություններ արեցինք, իմացեք, մեր պետությունը վերանալու է։ Ես վստահ եմ, մենք բոլորս հայերս չենք ուզում դա։ Հետևաբար հայեր ջան, պայքար, միասնություն, ազատվել Փաշինյանի իշխանությունից այս ընտրություններում եւ շարունակենք մեր պետականաշինության ճանապարհը։ Լավ երեկո բոլորիդ։